Երկմտում է Թրամփը տալ Ուկրաինային տոմահավք թևավոր հրթիռներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին ասել է, որ Սպիտակ տանը քննարկվում է Ուկրաինային հրթիռներ տալու հարցը, սակայն վերջնական որոշում կայացնողը նախագահ Թրամփն է։ Կիևին տոմահավք հրթիռների հնարավոր մատակարարման մասին հայտարարությունները Կրեմլում Վաշինգտոնի վրա եվրոպական երկրների ճնշմամբ են պայմանավորում։ Результат, прежде всего, давления Европы на Вашингтон. Կարծում եմ, սա Վաշինգտոնի վրա եվրոպական ճնշման արդյունք է ու հիմա Ամերիկան ուզում է ցույց տալ, որ հաշվի է առնում դաշնակիցների կարծիքը։ Չեմ կարծում, թե Թրամփն արդեն որոշում է կայացրել։ Ամերիկացիները տոմահավք հրթիռներ բոլորին չեն մատակարարում։ Томагавки американцы далеко не всем поставляют. Տոմահավք հրթիռներ ունենալուց հետո ուկրաինացիների դիրքերը ռազմաճակատում ավելի կամրանան։ Նրանք հնարավորություն կունենան ոչնչացնել հազարավոր կիլոմետրեր հեռու ռուսների ռազմավարական թիրախները։ Մինչ Սպիտակ տանը դեռ չեն կողմնորոշվում, արդյոք պետք է ուկրաինացիների դիրքերն ուժեղացնել, ուկրաինացիները պատրաստվում են իրենց երկրում Եվրամիության փողերով անօդաչուներ արտադրել։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա այսօր Բրյուսելում հայտարարել է, որ ուկրաինացիներին 2 միլիարդ եվրո են տալու, որպեսզի կարողանան ամբողջությամբ իրացնել դրոնների արտադրության ներուժը։ Հիմա ռուսական հոպախոցում է ուկրաինացի զինվորների օգտագործած եվրոպական արտադրության անօդաչուները։ Գիշերը Որոնեժում, Բելգորոդում, Ռոստովում, Կուրսկում եւ Վոլգոգրադում 81 անօդաչու է խոցվել։ Բոլորը կամ ամերիկյան կամ եվրոպական արտադրության։ Ռուսական զորքն այսօրվանից վերահսկում է Դոնեցկի Սևերսկ-Մալի բնակավայրը։ Պուտինը դիմելով Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի բնակիչներին հայտարարել է, որ ռուսական զորքը հաղթում է։ Ведет праведную битву и трудится вся страна, вся Россия. Ամբողջ երկիրը, ամբողջ Ռուսաստանը արդար պայքար է մղում եւ աշխատում։ Միասին մենք պաշտպանում ենք մեր սերը հայրենիքի նկատմամբ եւ մեր պատմական ճակատագրի միասնությունը։ Մենք պայքարում եւ հաղթում ենք։ Մենք պաշտպանում ենք ազգային հիմնարար շահերը, համատեղ հիշողությունն ու արժեքները, ռուսաց լեզուն, ավանդույթները, մշակույթը եւ հավատքը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Դոնեցկի շրջանի Դոբրոպիլյա քաղաքի մոտ Կիևի հաջող հակահարձակման մասին։ Ուկրաինայի Սումիի մարզում Ռուսաստանի սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռու ռուսական անօդաչուի հարվածից զոհվել է մի ամբողջ ընտանիք։ Երեքշաբթի երեկոյան Չերնեցչինա գյուղում զոհվել են ամուսինը, կինը, նրանց 4 եւ 6 տարեկան որդիները։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։